Բարև բոլորին։ Բարև բոլորին, բարի պայծառ կիրակի, չէ՞։ Արամ։ Իվոնդոցիլային բալեն, ինչպես երեք ասեցի, հազում է, ես էլ հետ չեմ մնացել, սիրելի բարեկամներ, ես էլ երեկվանից լավ չեմ, կոկորդս ցավում է, դեղ եմ խմում, բայց մեր մոտ ասել են, թե չեմ ասել, չգիտեմ, բայց տերաֆլու չկա այստեղ բելգիական ապտեկաներում, ես տերաֆլուն շատ եմ սիրում, որովհետև մի անգամից, որ դեմը առնում ես ցանկացած մրսածության, ինձ թվում է ավելի շուտ ես լավանում, ավելի լավ ես զգում, հաջորդ օրը ամեն դեպքում փոխարինող սրանից ունեն, բայց այդքան հաջող չի, ինչքան որ տերաֆլուն է։ Լիմոնի մտել շատ ուժեղ համել չունի։ Ջուր ես ուզում խմես, մի հատ երեխուն ջուր տանք։ Երեխուն էլ դեղ տվեցի, որովհետև հազում է, որպեսզի չհավաքվի այդ խորխը այստեղ, գիշերներն է շատ դժվար քնում, բավականին էլի հաջող դեղ է, որ թեթևա քիթը ավելի ճիշտ մաքրում է, չորացնում է, որ հետ է տանում, այդ խորխը այդպես է դե հավաքվում երեխաների մոտ, քիթը չորացնում է, որպեսզի բան չլինի այստեղ հավաքվի, մի խոսքով, հետո սրանք ենք անում, ծովի ջրով մաքրում ենք, մի խոսքով հուսամ, որ ամեն ինչ լավ կլինի, շուտ կապաքինվենք, ես էլ աղջիկներից մեկը հարց էր տվել, դեռ բավական երկար ժամանակ է, ես անունը չասեմ, չգիտեմ, չեմ հարցրել նախապես, արդյոք կարող եմ անունը այսպես ասել, թե չէ, դրա համար կասեմ աղջիկներից մեկը, բայց որ հարցը տվել է, երկուսն են եղել, մեկը ես վերջերս էր հարցը տվել, մեկ ուրիշ, բայց նույն թեմայի ոլորտում է, դրա համար երկու հարցերին միանգամից կպատասխանեմ։ Մեկը մազերս թե ինչ շամպունյով եմ լվանում, ինչ միջոցներ եմ օգտագործում, մյուսն էլ մարմնի խնամքի հետ կապված է։ Ուրեմն, այստեղ այս ամեն ինչը հավաքել բերել եմ, սիրելի բարեկամներ, ձեզ հեսա ցույց տամ, քանի որ ոնց որ մազերս նոր լվացեցի ու հիշեցի, որ այս հարցին ես չեմ պատասխանել։ Այս պահի դրությամբ մազերը լվանում եմ այս շամպունյով, որ շատ գոհ եմ ու օգտագործում եմ նույն ֆիրմայի մազերի կոնդիցիոները։ Ընդհանրապես աշխատում եմ, որպեսզի շամպունյը ու կոնդիցիոները նույնը լինի, կամ բալզամա կոնդիցիոները, ինչը որ օգտագործելու եմ, նույն ֆիրմայի լինի, որովհետև մեկը մյուսին լրացնում է, ամեն դեպքում այդպես ավելի ճիշտ է ինձ թվում է։ Մարմինը լվանալու համար օգտագործում եմ Olay ֆիրմայի այս մարմնի գելն եմ օգտագործում, մազերի հետ կապված շատ հավանում եմ այս պրոդուկտը, ինքը սենց ջուրա, ջրիկա, ջուրա, սպրեյա, որ մազերը չի ծանրացնում բացարձակ, խուճուճներ, եթե ուզում եմ ալիքներ, սա ու թաց էֆեկտ ապահովում, սրանից շատ բաներ փորձել եմ, սրանից այն կողմը առայժմ ոչինչ ինձ չի հանդիպել, այստեղ ճիշտն ասած ջնջվել է, եթե Curly Wake Up Spray, ոնց որ թե սենց մի թեթև որ կարողանում եմ կարդալ այստեղ է, մի քիչ երևում է։ Grow Healthy այս ֆիրմային է պատկանում, կարծես թե Honest Care for Natural Hair։ Ինչևէ, սա եմ ամենաշատը հավանում, ամենալավը սա է։ Թևատակերի համար օգտագործում էի Lady Speed Stick, այս բավական երկար ժամանակա հիմա ոչինչ բացարձակ չեմ օգտագործում, որովհետև ես շուտով կլինեմ 43 տարեկան, այս ամբողջ ընթացքում միշտ օգտագործել եմ թևատակի միջոցներ, տարբեր տեսակի, սպրեյեր, սենց օճառներ, գոհ եմ եղել, ոչ մի խնդիր չեմ ունեցել, բայց վերջին ժամանակներից մի տեսակ կաշին, մի տեսակ զգում եմ, որ հաստացել էր, անհանգստություններ ինձ դա պատճառում, երկու թևատակերիս կողմից, ու մի ամիսա գրեթե ոչ մի բան չեմ օգտագործում, հիմա զգում եմ, որ շնչում է թևերիս տակ այդպես ու հարակից հատվածները էլի, ամեն դեպքում մի փոքր անհանգստացել էի ու այդպես թողել եմ, որպեսզի մարմինս հանգստանա
ու օգնել է հիմա ոնց որ նույն իմ մարմինը փափուկ մի խոսքով ոչ մի խնդիր չկա, շատ են ասում որ նման միջոցները այդքան էլ լավ չի եւ այլն, բայց միշտ օգտագործում ենք, իհարկե նման ոչ մի խորհրդի չենք լսում, ամեն դեպքում ասում եմ ես երբևէ ոչ մի խնդիր չեմ ունեցել մինչև այսօրը, բայց մի փոքր երբ որ զգացի որ կաշին հաստատել է այդ հատվածում, որոշեցի որ հանգիստ թողնեմ, մարմինս թող շնչի, մի հատ գա կարգավորվի ու հետո կորոշեմ կտեսնեմ թե ինչ եմ օգտագործելու։ Ուսը ինչ պետք է ասեի, եկանք դեմքի հատվածին, հա։ Դեմքի, չէ, դեռ մարմնի հատվածը շարունակվում է։ Մարմնի խմնամքի մեջ օգտագործում եմ նաև այս ինքը կրեմա, լասյոնա, որ Victoria's Secret-ի նաև հոտ ունի, շատ հաճելի է։ Սակայն այնպես չի, որ ես սա օգտագործում եմ անմիջապես լվանալուց հետո մարմինս, ես միշտ թողնում եմ, որպեսզի մարմինս շնչի, որովհետև ընդհանրապես գիտեք, որ օրգանիզմը ինքնամաքրման կարիք ունի ու դա լինի մարմնին, դեմքի մաշկին, միշտ չի, որ հարկավոր է, որ կրեմ լինի օրը 24 ժամ, որովհետև պետք է թողնենք նաև, որպեսզի մաշկը ինքնամաքրվի, օրվա այդ ցանկացած փոշի մոշի, հետո մեր օրգանիզմի ներսում էլ կան տարբեր յուղեր, բացասական ինչ-որ էլեմենտներ, որ մեր օրգանիզմից պետք է հենց ներսից ինքը դուրս գա ու երբ որ կրեմ ենք անընդհատ 24 ժամ օգտագործում, լինի դեմքին թե մաշկին, մարմնին, հնարավորություն չենք տալիս, որպեսզի օրգանիզմը ինքնամաքրվի։ Դրա համար այնպես չի, որ լողացամ անմիջապես սա օգտագործում եմ, չէ, սա օգտագործում եմ միայն տանից դուրս գալուց հետո։ Նույնը նաև դեմքի մաշկին է վերաբերվում, լողանալուց անմիջապես հետո ես կրեմներ կամ ինչ-որ բաներ չեմ օգտագործում, կամ առավոտյան որ արթնանում եմ, լվացվում եմ, միանգամից կրեմներ չեմ օգտագործում, թողնում եմ, որպեսզի մարմինս շնչի, անոթները բաց լինեն, որպեսզի ներսից մաքրվի ինքը, այն ինչը որ պետք է արտահանվի, ինքնուրույն ինքը կարողանա արտահանի։ Մեր օրգանիզմը շատ ավելի լավ է, ոնց որ այդ ամեն ինչ այդ համակարգը անում, քան որ մենք կողքից ճիշտ է երիտասարդ մնալու համար կնճիռների դեմ տարբեր պրոդուկտներ ենք օգտագործում, դրանք էլ շատ կարևոր է, բայց նաև չենք մոռանում, որ պետք է թողնենք, որպեսզի մարմինը շնչի։ Միսելար ջուրն է, որ օգտագործում եմ, բայց սա ես հաճախ չեմ օգտագործում եմ միայն այն ժամանակ, երբ որ օրինակ ամեն օր ես դուշ չեմ գցում աչքերիս ու լվանալուց հետո եթե մի փոքր աչքերի տակ այդ դուշը դուրս չի գալիս, սրանով եմ օգտագործում օճառով լվանալուց հետո, հա, իսկ եթե այդ օրը ես չեմ օգտագործել դուշ, սա ինձ համար կարիք չկա։ Երեկոյան քնելուց առաջ անպայման դեմքը լվանում եմ փրփուրով, փրփուրս չեմ բերել, դեմքը լվանում եմ հատուկ դեմքը լվանալու համար փրփուրով ու այդպես թողնում եմ առանց ոչ մի կրեմ օգտագործելու։ Եկանք հասանք կրեմներին, այս կրեմը վերջերս վերցրել էի Աքսոնից ու ընտիր կրեմա, շատ լավն է, շատ գոհ եմ։ Կոնկրետ ինչ պրոդուկտներ է օգտագործված, այստեղ չկա գրած, որ ես ձեզ ասեմ, իսկ տուփը դեն եմ նետել, տուփի մեջ հավանաբար գրած կներ այդ ինչ պրոդուկտներ կա, բայց բոլորը բնական պրոդուկտներ են, որ օգտագործվում են այս կրեմի մեջ եւ ներառյալ ջուր է։ Ինչպես անստում, մաշկից ընտիր անստում, շատ գոհ եմ մնացել սրանից, եթե կհանդիպի անպայման վերցրեք, ինքը գիշերային եւ ցերեկային կրեմա, որը օգտագործում եմ տանալնի կրեմը քսելուց առաջ։ Տանալնի կրեմը սա եմ հավանում շատ, CoverGirl plus Olay, երեքը մեկում է։ Սա եւս իմ մաշկին շատ հարմար է, թեթև անստում ու մի խոսքով սրանից գոհ եմ։ Աչքերի տակի համար, կնճիռներ չլինելու համար օգտագործում եմ Ritualsի այս նամաստեյա կոչվում, նամաստե աչքի տակի կրեմը, մի փոքր բավականին մեծ է, այսպես ասած, եւ վերջում օգտագործում եմ L'Oreal-ի այս պուդրա կարելի ասել, սրանց եմ օգտագործում։ Ինձ թվում է բոլոր մաշկի խնամքի համար ինչ որ կար, բոլորը բերել եմ, բոլորը ասել եմ, սիրելի բարեկամներ, այսպես։ This is Alex.
Ինչ մորո։ The word animal. Զմա TV-ն է, մաման խանգարում է։ Ես այսօր գազարով կհանդիպենք մի այսքան է իմ դեմքը մաքրելով այսքանը խնամքի պարագաներից, որ ես օգտագործում եմ, ձեզ էլ հետաքրքիր էր, ձեզ հետ էլ կիսվեցի, իմ թանկագին բարեկամներ, հիմա այս հավաքեմ ու կհանդիպենք մի փոքր ավելի ուշ։ Իդեպ կրեմի մասին մոռացա ասեմ, շատերը ասում են, որ Աքսիոնի խնամքի պարագաները, քանի որ այնտեղ բավականին մատչելի են կրեմները եւ այլն, այդքան էլ խորհուրդ չի տրվում գնել։ Ուզում եմ մի բան նշել, որ այս կրեմը կոնկրետ արտադրվում է Փոլանդում, Լեհաստանում, ու քանի որ Լեհաստանում գները այդքան թանկ չեն, հարկերը այդքան բարձր չեն, դրա համար իրանք կարողանում են ավելի մատչելի գներով արտադրել իրենց ապրանքը, իսկ Աքսիոնը ներմուծում է տարբեր եվրոպական երկրներից ապրանքներ, իհարկե ոչ բոլորի մասին այդպես կարող եմ ասել, բայց կոնկրետ սա ու էլի մի քանի բաներ կան, որ օգտագործել եմ, ու եթե կարդում եք բաղադրիչները, բացարձակ լրիվ նույն բաղադրիչներն են, ինչը որ կօգտագործեն ենթադրենք ավելի թանկ պրոդուկտները, հա, ավելի թանկ, ավելի ճանաչված պրոդուկտները, այստեղ ուղղակի երկիրն է, արտադրությունն է, այն երկիրները, որ հարկերը մի քիչ ավելի ցածր են, այնտեղից են ներկրվում ու մեզ Աքսիոնում ոնց որ մի քիչ ավելի մատչելի է կարողանում վաճառել։ Դա է զուտ, թե չէ կոնկրետ այս կրեմի առումով ես շատ գոհ եմ։ Իսկ արտադրությունը հեսա։ Անի երկար ժամանակա, որ ես գազարով տորտ չեմ սարքել, իսկ դուք գիտեք, եթե ինձ հետևում եք շատ վաղուց, գիտեք թե ինչքան է Ջեսը սիրում գազարով տորտ ու ինչքան է Ալեքսանդրը սիրում գազարով տորտ, ամոթ ինձ որ այսքան ժամանակ չեմ պատրաստել, չնայած իմ ամենաառաջին վլոգներից որ նայեք, Բաղդատոմսով կիսվել եմ դեռ մի 3-4 տարի առաջ։ Ինչև է սիրելի բարեկամներ, արագ կասեմ դրա համար, թե ոնց եմ ինչա հարկավոր, ուղղակի կհիշեցնեմ, բայց ալիքում ունեմ մանրամասն, թե ինչպես եմ պատրաստում։ Ինձ հարկավոր է լինելու գազար բնականաբար, այստեղ ունեմ 6 գազար, 5 միջին չափի, փոքրոտ են, բարակոտ գազարներ են, մի հատն էլ սենց փոքր գազար է, այսքանը բավական է, մոտավորապես 3 սենց բաժակ է լինելու հարկավոր քերած տարբերակով։ Այստեղ դարչին է պարտադիր հարկավոր, օգտագործելու եմ նաթմեգ, մշկնկույս, այստեղ արդեն մանրացրած տարբերակն է, 2 բաժակ շաքարավազ է ինձ հարկավոր, ես 2 բաժակ շաքարավազ չունեմ, այստեղ հազիվ մի բաժակ լինի եւ շագանակագույն կօգտագործեմ, ոնց որ 2 սենց կհարմարեցնեմ, կարևոր չի թե ինչ գույն է շաքարավազը, ալյուրա հարկավոր 2.5 բաժակ, սրանք են միթեի գտալ բեքինգ սոդա եւ փխրեցուցիչ միթեի գտալել 4 ջի է հարկավոր, 1 սենց չափիչ բաժակով ընկույզ է հարկավոր, հիմա կմանրացնեմ, ձեթա հարկավոր լինելու կես բաժակ եւ մի փոքր աղ, ես հիմա կսկսեմ այս գազարը մանրացնելուց, հետո 4 մթերքները, ալյուրը, սոդան, այս սրանք կանեմ ու հետո կանցնեմ արդեն թաց մթերքներին։ Yeah, but what were they talking about? Զանգվածը ուշադիր շատ լավ խառնեցի, որովհետև ալյուրը սովորաբար տակը մի փոքր մնում է, բայց ինչպես տեսնում եք, լավ խառնել եմ, տակը բացարձակ ալյուր չկա, ու հիմա սա արդեն կարող եմ դատարկել այս ամանի մեջ, որպեսզի թխեմ։ Խմորը կարելի է բաժանել 2 մասի, 2 հավասար մասի ու 2 տեղով թխել, ես այսպես մի տեղով եմ թխում, որ բարձրանա կարելի է կտրել 2 մասի բաժանել ու որպեսզի կրեմը ավելացնել, ես որոշել եմ, որ այսօր կրեմով չեմ անել, կրեմով մերոնք այդքան շատ չեն սիրում, ավելի շատ սիրում են բիսկվիթային խմորեղեններ, դրա համար կրեմային պահը բաց կթողնեմ, ես հիմա տեղում փողնեմ։ Կարծում եմ արդեն իսկ պատրաստ է, մի օր
Ստուգում եմ լուծկու չոփիկով։ Այո։ Լրիվ պատրաստ է։ Թե այսօրի մորը անց եմ կացնում խոհանոցում, այստեղ մեկ բաժակ չէ, 250 գրամ, մեկ բաժակ կես ալյուրա, 150 գրամ կարակ եմ ավելացնում եմ մեկ բաժակ այսպես շաքարավազ, շագանակագույն եմ ավելացնում, որովհետև սպիտակ շաքարավազ չունեի, ոչինչ լավ ավելի համեղ կստացվի ինձ թվում է, հուսով եմ խորիզ եմ պատրաստում, գաթայի խմորը արդեն իսկ պատրաստել եմ, դրել եմ սառնարանում սառի, հիմա խորիզն էլ այսպես որոշեցի գաթա անեմ, իրականում աշխատանքիս վայրում օրն էին որոշում, թե որը օրն է հարմար, որպեսզի բոլորով հավաքվեն, կառավարությունը որոշել էր, որ բարի գալուստ այսպես ասած կազմակերպեն, որ որոշել են վաղվա համար ու ես որպեսզի այդպես ձեռքերս թափ տալով չգնամ մեր միջոցառմանը, չնայած ամեն ինչ ասեցին իրանք կազմակերպել են, բայց ամեն դեպքում որոշեցի, որ մեր հայկական գաթան որ տանեմ շատ ավելի հաճելի կլինի երևի թե։ Սա էլ խմորն է, սառնարանում մի հատ գունդել ունեմ, որ թողեցի դեռ որպեսզի սառի, չի հասցրել ամբողջությամբ սառի, խմորի համար օգտագործել եմ 3,5 բաժակ ալյուր, մեկ ձու, մեկ բաժակ մածուն, չեմ օգտագործել, 200 գրամ կարակ եմ օգտագործել, որ հիմա կբացեմ, կեսը, խորիզի կեսը կավելացնեմ, կեսն է կպահեմ մյուսի համար, մյուսը որ բացեմ անեմ։ Հիմա ես սա կտեղափոխեմ ջեռոցը, մինչ սա պատրաստ կլինի կանցնեմ երկրորդ խմորի բացման արարով։ Երեկոյան գաթան պատրաստեցի, ես մի քիչ գույնը սենց մուգ է, գիտեք շաքարավազը որ մուգ է լինում, գույնն է սենց լինում, շատ համեղ է իսկապես ստացվել։ Տուն գալուց հաց վերցրի ինտեղ մաղշեից, այս միս վերցրի, որ երևի թե վաղվա համար, այսօրվա համար 3 սուպ է պատրաստել դեռ ունենք, իսկ տապակեմ երևի կարտոֆիլով, սալամի, ապտեկայից էլ այս նեզիվին վերցրի Ալեքսը գիշերները չի կարողանում քնի, որ քիթի կբացենք, այս էլ իմ համար դրապլուի նման դրապլիքս 8 եվրո սա էր, ուրա թուղթը, կա, հեսա ասեմ, 8,65 սա էր, 9,99 եվրո սա, սրա համար էլ ես հաց միս երշիկը արժեր, ինչքան էր, 15 եվրո 10 սոնտիմել սա էր, հիմա ես մի սեղանը արագ տեղավորեմ, ընթրիքի հարցերը կարգավորեմ ու ավելի ուշ կհանդիպենք սիրելի բարեկամ։